Պարոն դիրքորոշմամբ։ Արամ Վարդևանյան։ Պարոն Վարդանյան, խնդրում եմ լրություն պահպանել։ Շնորհակալ եմ։ Տիկին Մաթևոսյան, մի քանի հանգամանք միասին արձանագրենք եւ հստակեցնենք։ Առաջին եւ երկրորդ առաջադրումները քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից կատարվեցին։ Դրանցից մեկը օրինակ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ընտրությունն էր, որը եթե դիտարկում ենք տրոլինգի տրամաբանությունը, հաշվի առնելով դատարանների վիճակը եւ այն կոնկրետ դատավորների առաջխաղացումները, կարելի է համարել, որ քաղաքացիական պայմանագիրը տրոլինգ էր անում դատաիրավական համակարգը պետաիրավականը ընտրելով։ Բայց այստեղ պատմությունը չի ավարտվում։ Քաղաքացիական պայմանագիրը, որը սլանում է դեպի եվրոինտեգրում, ըստ իրենց առաջադրած առաջնահերթության, 4-րդ եւ 5-րդ առաջադրումներն էլ ուներ, բայց չընտրեց եվրոինտեգրման հանձնաժողովը։ Այստեղ էլ չսահմանափակվեց, այնուհետև 7-րդ առաջադրումն էլ էր քաղաքացիական պայմանագրինը, կրկին եվրոինտեգրումը չընտրվեց։ Եվ այդ իմաստով շատ հետաքրքիր է, թե ինչից է անհանգստությունը քաղաքացիական պայմանագրին։ Միաժամանակ մեկ հանգամանք էլ միասին արձանագրենք։ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով անվանումը իրենից չի ենթադրում, վստահ եմ գործընկերները տեղեկացված են, Եվրոպայի միության անդամակցություն։ Ինտեգրացիոն պրոցեսները դա անդամակցությունը չի։ Իդեպ 2021 թվականին էլ էր այս մշտական հանձնաժողովի անունը Եվրոինտեգրման, բայց այդ ժամանակ ես հիշում եմ պարոն Եղոյանն էր նախագահի թեկնածու, ասում էր ոչ մի Եվրոպայի միության ինտեգրացիոն անդամակցության տեսանկյունից գործընթաց չկա։ Հիմա ուզում եմ հասկանամ, արդյոք ելույթներն են փոփոխվել կամ ինչն է խնդիրը, ու ամենակարևորը, այն հարցադրումները, որոնք տալիս էին Տիկին Մաթևոսյանին, Տիկին Մաթևոսյան ջան, անկեղծ եմ ասում, կարելի էր ասել, այդ հարցերին դուք պատասխանեք։ Դուք եք իշխանությունը, հիմա վերջը դուք ԵԱՏՄ-ի ուղղությամբ եք գնում, թե Եվրոպայի միության ուղղությամբ եք գնում։ Ինչևէ, Տիկին Մաթևոսյան, ձեր ծնունդը շնորհավոր լինի, այսքանն է, շնորհակալ եմ։ Ավելացնելու շատ բան չունեմ, զուտ նշեմ, որ Տիկին Մաթևոսյանը գիտի ինչ է այստեղ կանգնած, ինչ է ներկայացնում, որ հարցերին կարող է պատասխանել, որին ոչ։ Տիկին Հովսեփյանը ավելի ընդգրկուն կանրադառնա այս թեմաներին, շնորհակալություն։ Արձագանք, պարոն Վարդանյան։ Շնորհակալ եմ Տիկին Մաթևոսյան, ձեզ լավ տրամադրություն։ Վարողի իրավունքով ես հարց կտամ Տիկին Մաթևոսյան, խնդրում եմ սպասեք։ Տիկին Մաթևոսյան, կպատմեք, թե ինչպես է տեղի ունեցել այս հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրությունը խմբակցությունում։ Հաշվի առնելով հատկապես, որ մենք խոսում ենք եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մասին, եվրոպական ստանդարտներ, ժողովրդավարություն, ներքին ժողովրդավարություն, կասեք, օրինակ ոնց է դա տեղի ունեցել, խմբակցությունում եք քննարկել, Փակ գաղտնի քվեարկություն ա եղել, Նարեկ Կարապետյանն ա որոշել, Սամվել Կարապետյանն ա որոշել, դուք օրինակ մասնակցություն ունեցել եք այդ որոշման կայացմանը որպես խմբակցության անդամ, թե չեք ունեցել, խնդրում եմ մեզ եւ հանրությանը ներկայացրեք, թե ինչպիսի ներքին ժողովրդավարության գործընթացով է անցել թեկնածուի հաստատման պրոցեսը։ Շնորհակալություն։ Եվ անկեղծորեն ուզում եմ ասել, որ իմ հարցի մեջ կա կոնկրետ անկեղծ հետաքրքրվածություն, չկա որևէ տրոլինգ, չկա որևէ հեգնանք եւ որևէ այլ հետին միտք։ Ինձ հետաքրքիր է եւ վստահ եմ նաեւ հանրությանն է հետաքրքիր։ Համեցեք։ Պարոն Կոնջորյան, այո, շատերին է հետաքրքրում, թույլ տվեք ձեզ վստահեցնել, որ խմբակցության ներսում բոլոր որոշումները նիստերի եւ հանդիպումների ժողովրդավար հիմունքներով են ընդունվում, բայց թե ինչպես է ընտրվել Տիկին Հովսեփյանը, ես կարծում եմ ինձնից լավ գիտեք, որ այդ հարցը տալուց եթե այդ հարցը տայք, ես մեր բոլոր գաղտնիքները ձեզ չէի պատմելու խմբակցության ներսի, այնպես որ բավարարվեք այս պատասխանով, շնորհակալություն։ Տիկին Մաթևոսյան, ես իհարկե խմբակցության նիստերը որպես կանոն փակ են տեղի ունենում, այդ թվում մեր խմբակցության նիստերը։ Ես չեմ ակնկալում, որ դուք ձեր փակ նիստի տվյալները հրապարակեք, բայց օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում բոլոր թեկնածությունները քննարկվել են, հետո քվեարկվել են փակ գաղտնի քվեարկությամբ,
Տեխնազները ինքնաառաջադրվել են, անցել են բավականին մանրակրկիտ քննարկումների, հարց ու պատասխանի, բանավեճերի փուլով, եւ այս մարդիկ, ովքեր որ այստեղ նստած են, այն մարդիկ, ովքեր վարչության անդամ են, իրենք են մասնակցել այդ քննարկումներին եւ խմբակցության անդամներն էլ որպես խմբակցության անդամներ բնականաբար խմբակցությունում են մասնակցել։ Եվ դա բավականաչափ թափանցիկ է եւ համաձայն եք, որ որպես խորհրդարանական ուժեր դուք առավել եւս որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, որը որ հավակնում է Հայաստանի Հանրապետությունում փոխարինել քաղաքացիական պայմանագրին եւ հավակնում է իշխանություն կազմել, հանրությունը պիտի նաեւ տեղեկանա ձեր ներքին ժողովրդավարության գործընթացների մասին, այնպես որ խնդրում եմ այնուամենայնիվ առանց ձեր փակ նիստի գաղտնիքները հրապարակելու, ասեք, ինչպես է տեղի ունեցել տեխնացուի ընտրության process-ը, ինչ Պարոն Կարապետյան, ձեզ չեմ կարող ձայն տալ, դուք չեք կարող ցավոք սրտի հուշել, շպարգալկաներ չեք կարող փոխանցել Տիկին Մաթևոսյանին, Տիկին Մաթևոսյան, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին։ Պարոն Կոնջարյան, եւս մեկ անգամ նշեմ, ձեզ էլ վստահեցնեմ, որ բոլոր ընտրությունները տեղ են ունեցել ժողովրդավարության բոլոր ստանդարտներին եւ եվրոպական չափանիշներին համապատասխան։ Շնորհակալություն։ Շատ լավ, Տիկին Մաթևոսյան, շնորհակալություն, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը, այնուամենայնիվ արձանագրենք, որ դուք չպատասխանեցիք հարցին։ Այժմ հարգելի գործընկերներ, մի կազմակերպչական հարց։ Տիկին Հովսեփյան, պարոն Կարապետյան, այժմ պետք է Տիկին Հովսեփյանը հանդես գա իր հիմնական ելույթով, որը 20 րոպե է, տևողությունը 20 րոպե է, բայց մեզ մնացել է 10 րոպե։ Եթե դուք 10 րոպեում կտեղավորվեք, մենք կարող ենք, մի 2 րոպե այս կողմ այն կողմը խնդիր չի։ Կարող ենք այսօր ձեզ ձայն իրավունք տալ կամ վաղը։ Այսօր։ Շատ լավ, համեցեք Տիկին Հովսեփյան, հիմնական ելույթի համար ձայնը տրվում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացու Արեգա Հովսեփյանին։